Հանուն հոր և որդվո և հոգվույն սրբո ամեն։ Ով որ ձարավ է, թող ինձի կա և խմե։ Քիչ առաջ Սարգսակը գարթած Սուրբ խորանեն Հովանու ավետարանի 7-րդ գլխուն 37-ին 52-րդ համարները։ Այնտեղ Հովանես Առաքյալ կնկարագրե թե ինչպես Դոնի վերջին օրը, որ դաղավարահարած տոնն էր, Քրիստոս ոտքի կգանգնի և բարձրացայն գաղաղագե, ով որ ծարավ է, թող ինձի կա և խմե, և բոլոր ինձի հավատացողները պիտի տեսնեն, թե իրենց սրտեն գենսադու ջուրի քեդեր պիտի հոսին։ Այս բառերը երբ կլսենք, ուղղակի Քրիստոսի շրթներեն արտասանված որպես հաստատում, հստակ, կհասկանանք այն ադեն, երբ կարենանք իր խոսքերուն ենթահողը, այդ պատմական ենթահողը ըմբռնել։ Ինչպես ավետարանիչը կպատմե, թե այդ օրերուն մեծ տոն կար, և այդ տոնին քահանաներ, քահանայապետներ, փարիսեցիներ, դպիրներ, բոլորը եկած էին ամեն կողմէ։ Սելովամի ավազանեն ջուր կգրեին, ձեսեր կգադարային, աղոտներ կգադարային, իհիշադակ իրենց նախահայրերուն, երբ վրաններու դակ Աստուծո հոգածության, հոգադարության արժանացան։ Եվ նաև 40 օրեր երկար անապատի մեջ իրենք Աստուծո շնորհքը և պարգևը ստացան։ Երբ այս ենթահողը կըմբռնենք, այն ադեն կհասկանանք, թե ինչու Քրիստոս վերջին օրը ոչ թե ուսուցողական, ոչ թե սովորական խոսք փոխանցեց, այլ հստակ բարձրացայն աղաղակեց, որ միայն ծեսով, միայն այդ սովորական մարմինը հագեցնելու ջուրով չբավարարվինք, այլ մարմնեն անթին հոգիի ծարավը հագեցնենք, և այդ հոգիի ծարավը հագեցնելու միակ աղբյուրը, կենդանի աղբյուրը, այդ ջուրի, կյանք տվող ջուրի աղբյուրը ինքն է, Քրիստոս ինքն է ինձի եկեղեցավ, և ձեր ծարավը պիտի հագեցնեք, և այդ ծարավը հավիտենական հագեցում պիտի տա ձեզի։ Բնական է, սիրելիներ, ծարավի զգացումը բնական երևույթ է։ Ով չէ ունեցած այդ ծարավի զգացումը, եթե ջուրի ծարավ ունենք, ջուր պիտի խմենք, պիտի բանանք աղբյուրը, ձորակը և ջուր ըմբենք մեր ծարավը հագեցնելու համար։ Եթե գիտության ծարավ ունենք բնականորեն, պիտի ուսանենք, հարստանանք գիտությամբ մեր ծարավը հագեցնելու և մեր կյանքը առաջնորդելու հաջողությամբ։ Եթե խաղաղության ծարավ ունենք, պիտի ապրենք այնպես,
Պիտի վերապերենք այնպես, որ խաղաղություն հաստատենք, ոչ սովորական, ոչ ցևական, այլ էական, այլ զգստնական, ամփոփչական, ճշմարիտ խաղաղությունը։ Եթե հույսի ծարավ ունենք, պիտի դառնանք Աստուծո խոսքին, ավետարանին հուսադրվելու, հույսով լեցվելու եւ վաղվան նայելու։ Եթե սիրո ծարավ ունենք, բնականորեն պիտի սիրենք, սիրով վերապերվենք եւ սիրո նաեւ տարածի չդառնանք մեր շրջապատի մեջ, մեր ընկերային կյանքի մեջ, մեր ընտանիքի մեջ եւ ընդհանրապես այդ բարակային մենք այդ բոլոր ծարավներուն հագեցումը կունենանք, հագեցումը կստանանք։ Եթե ծարավ ունենք հոգևոր սնունդի, բնականորեն մեր հայացքը պիտի դարձնենք առ Աստված։ Աստված ինք միայն կրնա մեզի ամբողջապես սնուցանել, հոգևորապես ամրացնել, հոգևորապես զորացնել։ Մենք պետք ունենք իրական հոգևոր սնունդի, ոչ սոսկ խոսքի, այլ իրական ճշմարիտ կենդանի հացի, ինչպես Քրիստոս 5000 հոգիներ գերագրեց, մեծ հրաշք կատարեց եւ մարդիկ սկսան զինք փնտրել եւ ասավ զիս կփնտրեք ոչ թե անոր համար որ գուզեք իմ խոսքը լսել, իմ պատկամը լսել, այլ որովհետեւ գերակ այն հացեն եւ գշտացակ, բայց ես եմ կյանքի հացը ասավ, ինձի եկեք, այդ սնունդը կստանաք, ես եմ ճուրը կյանքի, աղբյուրը գենսադու ճուրի, ինձի եկեք, եւ ծեր ծարավը հագեցուցեք, ունենք ծարավը իրեն պիտի դառնանք, հոգևոր ծարավ ունենք իրեն պիտի դառնանք, եւ այս օրերուն հաջող երբեմն կլսենք, որ հոգևոր ծարավ պիտի հագեցնեն, վերանորոգում պիտի կատարեն եկեղեցվո մեջ, բարենորոգում պիտի կատարեն եկեղեցվո մեջ, ով է կատարողը, Աստված ինքն է մեզ առաջնորդողը, միայն ինք կրնա մեզ ուղղորդել եւ այդ ուղղորդման մեջ մենք կրնանք մեզ վերանորոգել, բարեփոխել, զորացնել, վերանորոգել։ Հետևաբար այսօր մեր իսկական ծարավը կհագեցնենք միայն Տիրոջ խոսքը լսելով եւ Տիրոջ խոսքի դունը գենսադու ճուրի աղբյուրը եկեղեցին է այսօր։ Երբ եկեղեցի գուքանք ծարավ ունենք հոգևոր սնունդի, այդ ծարավը կհագեցնենք։ Երբ եկեղեցի գուքանք մխիթարության ծարավ ունենք, կմխիթարվենք, մխիթարությամբ մենք մեզ կհագեցնենք։ Երբ սիրո ծարավ ունենք, ուքանք եկեղեցի աստվածային սիրո զեղումով մենք մեզ կզորացնենք, հավատքով կամրապնդվենք եւ մեր կյանքը կշարունակենք հանուն Աստուծո, հավատարիմ մնալով եւ մնալով Աստուծո եւ հավատարիմ մնալով մեր եկեղեցվո ավանդություններուն, զգացմունքներուն եւ մեր ազգի հայրենիքի արժեքներուն, սրբություններուն։ Այսօր այս եկեղեցին է, որ մեզ կհամախմբե, այս եկեղեցին է, որ մեզ գուդա ուղությունը աղբյուրին երթալու, մեր ծարավը հագեցնելու։ Սուրբ Աստվածածին այս եկեղեցին անցյալին մեր նվիրատուներուն, բարերարներուն եւ մեր ղեկավարներուն միջոցով կանգնեցավ եւ դարձավ աղբյուրը գենսադու ճուրի
դարձավ աղբյուրը մեզ հոգևոր սնունդ տվող մեր զավակներուն, մեր երդասարտներուն, մեր ընտանիքներուն, այս ավազանեն ծնան երեխաներ, այս եկեղեցու խորանին առջև զույգեր բսակվեցան, ընտանիք կազմեցին եւ այս եկեղեցին հրաժեշտ տվին շատեր երկնային խաղաղության մեջ հանգչելու։ Այս եկեղեցին իր աղոթներով, շարականներով մեզ ներշնչեց, աղոթքի դուն դարձավ, հավատքի ամրոց դարձավ։ Այսօր, ինչպես անցյալին մեր հայրերը, մեր նվիրատուները, ղեկավարները, սարգսակները, հովիվները այս եկեղեցին պահեցին կանգուն եւ ամուր ու պայծառ։ Այսօր ուրախ եմ, որ հոգապարծությունը, դեսուչ եւ հովիվ միասին այս եկեղեցվո բարենորոգման աշխատանքին լծված են։ Չերմուտյան եւ զովացնող սարքերը փոխեցին ու այսօր կմպետն է որ գնորոքեն, դանիքն է որ գնորոքեն։ Եկեք մեր մասնակցությամբ, մեր զորակցությամբ այս եկեղեցու բաներնորոգման քանսանագի մեջ մեր լուման տնենք, մեր մասնակցությունը բերենք հանուն մեր քալիք սերունդներուն, հանուն մեր քալիք զավակներուն, որբեսի այս եկեղեցու մեջ իրենք դրձվին, մեծնան, հավատքով ամրաբնտվին, հավատքով զորանան, սիրով վերապերվին, խաղաղության դենչան եւ հույսով լեցվին հանուն մեր հայրենիքի հզորացման, հանուն մեր եկեղեցու բայծարացման եւ հանուն մեր ժողովրդի հարադև գոյատևման։ Հետևաբար իմ գոչս է, որ ամեն մեկս իր կարողությամբ այստեղ հավաքված թե ընդհանրապես դուներեն հետևող եւ ընդհանրապես մեր եկեղեցու բոլոր զավակներուն իմ գոչս է մասնակցիլ այս բարենորոգման աշխատանքին, որբեսի զգամ, որ ես մասնագից եմ այս աշխատանքին եւ իմ լուման գտնեմ այդ քանսանագի մեջ, հոգ չէ թե ինչ կարողությամբ, ինչ չափով, բայց կարևորը մասնակցությունն է։ Հետևաբար եկեք մեր հայացքը դարձնենք Քրիստոսին, աղբյուրը գենսադու ջուր դվող եւ մեզ հագեցնող, եկեք եկեղեցի եւ եկեղեցի դարձնենք մեր ներկայությամբ եւ մեր մասնակցությամբ, մեր զորակցությամբ, խմենք աղբյուրեն ջուրը, ապրինք սիրով, դանք հավատքով, բայց նաեւ ապրինք միասնական ոգիով, հանուն վաղվան մեր սերունդներուն աղբյուրեն ջուրը ստանանք, աղբյուր դառնանք եւ այդ աղբյուրեն ջուր փաշտենք մեր շրջաբադին, մեր զավակներուն, մեր հայրենիքին, մեր եկեղեցու, մեր դպրոցին, մեր արժեքներուն, մեր սրբություններուն։ Ամեն։